արժանի ես ողջ փառքին, դու արժանի ես երկրպագության, դու արժանի ես, որ մենք կանգնենք առավոտից երեկո, բղավենք ու ասենք, որ դու ես միակ արժանին Տեր, որովհետև դու միակն ես, դու անկրկնելի ես, դու կատարյալ անարած սուրբ Աստված ես, ու դու արժանի ես ողջ փառքին Տեր, մենք մեծարում ենք քեզ, երկրպագում ենք, օրհնում ենք քո սուրբ անունը, ասում ենք արժանի ես վերցնելու ողջ փառքը Տեր, հալելույա, ամեն, ամեն, փառք ամենակարող Աստծուն, փառք Տիրոջ ես սիրելիս, փառք Աստծուն, փառք մեր Աստծուն սիրելիս, ինքը արժանի ամեն, ինչ ուզում ա լինի, ինչի մեջով անցնես, ինչքան իրավիճակները քեզ ուզենան խեղդեն, հիշի մի բան, ինչ ուզում ա լինի, որտեղ լինես, ինչի մեջ լինես, միշտ էլ ունես հաղթանակի կարճ ճանապարհ։ Այդ իրավիճակում, որ ձեռքերդ բարձրացնես, ասես արժանի ես ողջ փառքին Տեր։ Ինչ ուզում ա լինի, ինչի մեջով անցնելուց լինես, ինքը արժանի է փառքի։ Այդ ժամանակ ինքը ասում է, դե արի ես քեզ հիմա բարձրացնեմ, այդ ցեխից մտցնեմ իմ փառքի մեջ։ Ամեն։ Տեր օրհնի քեզ, փառք Տիրոջը, փառք մեր Աստծուն, ինքը արժանի է։ Փառք մեր Աստծուն։ Արտուր եղբայրը լավ վկայություն տվեց։ Կապ չունի ինչի մեջով ես անցնում, կարևորը ում հետ ես անցնում։ Եթե ճիշտ մեկի հետ ես անցնում, կանցկացնի։ Եթե անիրավ մամոնային կարա օգտագործի, հաստատ իմացի։ Ինչ ուզում ա լինի, ինչի մեջ լինես, ինքը կգտնի ում օգտագործի, որ քեզ բարձրացնի, լավ, ինչ օգտագործի կամ ում օգտագործի, հենց որ Տերը օրհնի քեզ, մինչև կնստես ուզում եմ մի հատ այն քո այն գեղեցիկ ժպիտով նենց ժպտաս կողքիրիդ, որ դարդերը գնան, նոր նստես, լավ, Աստված օրհնի ձեզ, շնորհակալություն շատ բոլորիդ, ես ձեզ բոլորիդ հասցրել եմ լավ կարոտեմ, Տերը օրհնի ձեզ, փառք Աստծուն ամեն մեկիդ համար, փառք Տիրոջը։ Հիմա ես նայելու եմ սիրելիս, նայելու եմ տեսնեմ ում դեմքի արտահայտությունը չփոխվեց, տենց էլ տխուր մնաց ու կողքինին ասեմ խի լավ չժպտացիր։ Չէ պայմանավորվել ենք, նես պիտի ժպտաս, որ կողքինի դարդերը գնան, որովհետև մենք չենք եկել այստեղ, գիտես մենք եկել ենք երկնքի երկրի ամենակարող արարիչի առաջ։ Չենք եկել էլի բժիշկի մոտ, չէ, բժիշկը մեկ էլ նի իրան բուժի, այդ պատմությունը լսել եք, չէ, որ մեկը մտնում է բժիշկի մոտ, ասում է բժիշկը լա ոտս, ասում է բահլը իմը, ինքն էլ է մարդ, հա, մենք եկել ենք երկնքի երկրի արարիչի մոտ, իրա մոտ խնդիր չկա, իրա մոտ ամեն ինչ իդեալական է, ինքը որովհետև կատարյալ Աստված է, կատարյալ հնարավորություններով, երբ որ ես դիրքով ես գալի, շատ բան է փոխվում քո կյանքում սիրելիս։ Դու եկել ես Տիրոջ տուն, նենց որ ժպտա դու այսօր Տիրոջ տանն ես։ Աստված օրհնի քեզ, բարով ես եկել, շատ ուրախ եմ, որ դու այսօր ստեղ ես։ Կա մարդ, որ այսօր առաջի անգամ է, դեռ այսպիսի եկեղեցում չի եղել, առաջի անգամ եք եկել։ Աստված օրհնի ձեզ։ Եկեք ողջունենք իրանց բոլորին։ Տերը օրհնի բոլորին։ Փառք Աստծուն։ Բալի գալուց Տիրոջ տուն։ Սա մեր մի փոքր ընտանիքն է, մի փոքր տաքությունն է։ Մի փոքր տունն է Աստծո, որ հավաքվում ենք ամեն շաբաթ Աստծուն փառք տալու, այնպես որ բարով եք եկել, դուք մեր համար այսօր հատուկ պատվի արժանացող մարդիկ եք։ Ծառայության վերջում անպայման ես ձեզ կհրավիրեմ իր հետ մի հատ կարճ աղոթք անենք։ Աստված օրհնի քեզ, ես շատ ուրախ եմ, որ հասցրեցի գամ այս տարի, որովհետև հովիվ գոռը հա սեղմում էր կողքից, հովիվ ջան, բա չես գալիս, եկեղեցու ծնունդը անցավ, այս անցավ, այն անցավ, հասցրեցինք, փառք Աստծուն, փառք Տիրոջը, Աստված օրհնի քեզ ու շատ ուրախ եմ, որ գալիս եմ ու տեսնում եմ դու ստեղ ես ու շարունակում ես ժպտալ, փառք Աստծուն, ինչ ուզում ա լինի, Աստվածաշունչն ասում է իրար հետ հավաքվել է մի թողեք, գիտես ցանկացած հայ տղամարդ լավ գիտի, ցանկացած հայ տղամարդ խորոված անել գիտի, չէ, էլ ինչ հայ տղամարդ, որ խորոված անել չիմանա, եթե չգիտես կսովորացնեմ, հա, կներես, բայց պետք է իմանաս, հա, ու գիտես ինչն է հետաքրքիր, ցանկացած հայ տղամարդ լավ գիտի, որ եթե վառվող փետերից մի հատ փետ հանում ես դնում ես կողքը, սկսում է ծխալ ու խանգարել,
աշկերը ծակում, այն որ ասում ես լավ էս մեկը խանգարում է արդեն երևի իրան հերիքա դնեմ են կողքիդ, սկսում է ծխալ ու աշկերիդ է խփում։ Դրա համար երբ որ առանձնանում ես, սկսում ես ծխալ, սիրելիս։ Երբեք մի առանձնացի, միշտ այդ կրակի մեջ եղի, որ դու էլ տակ կլնես, դու էլ վառվես կրակով, լավ, ինչ ուզում ա լինի, եկեղեցի գալը բաց մի թողեք։ Փառք Տիրոջը։ Այսօր ուզում եմ մի հատ թեմայի շուրջ խոսամ, վերնագիրը սենց եմ դրել, սահմանը դիմացի, բաժինը դիմացի, հա, քո բաժինը, լավ, սենց ասեմ։ Ամեն մեկս մեր բաժինը ունենք։ Գիտես, ամեն տեղ, ամեն իրավիճակում, կյանքի ամեն բնակավարում, մենք ամեն մեկս ունենք մեր բաժինը։ Ու երբ որ դու քո բաժինը տվյալ իրավիճակում չգիտես, շատ հաճախ քո կյանքում խառնաշփոթ է սկսվում։ Դու սկսում ես իրավիճակից, իրավիճակը դուրը չի գալի, ֆինանսական վիճակը դուրը չի գալի, աշխատանքը դուրը չի գալի, չգիտեմ, երբ որ չես ունենում քո բաժինի գիտակցումը, կյանքումդ բաներ է, խառնաշփոթեր է սկսել։ Բայց երբ որ դու հասկանում ես, որն է իմ բաժինը այսօր, գիտես, եթե հեծանիվ ես քշում, նորմալ չի, ասենք, այսօր մի անգամից պատկերացնես, որ քեզ վերտալյոտ է պետք, ու ներվայնանաս, որ վերտալյոտը չի գալիս, ուր է իմ վերտալյոտը, հա, այսքան ժաղոթում եմ, ուր է իմ վերտալյոտը, այսօրվա քո բաժինը երևի հեծանիվն է, հետո սամակատը, հա, հետո կամաց, միգուցե 7 տարի հետո 3 վերտալյոտ ունենաս, ճիշտ հասկացի ինձ, բայց երբ որ դու չես գիտակցում քո այսօրվա բաժինը, սկսում ես տրտնջալ, սկսում ես փնթփնթալ, սկսում ես մունատ գալ քո իրավիճակից, սկսում ես ասել ես ինչ դժբախտ է այս կյանքը, հա, այս ինչի պետք է հենց ես տենց լնեի, բայց իրավիճակներ է գալիս, որ այսօր քեզ պետք է հենց սրա մեջով անցնես, էսա քո բաժինը։ Երբ որ դու դա հասկանում ես, ավելի հեշտ ես անցնում կյանքի փորձությունները։ Երբ որ չես հասկանում, սկսում ես նեղվել, սկսում ես ինքդ քեզ կործանել։ Դրա համար այսօր ուզում եմ խոսալ հենց մեր բաժնից, հա։ Ու սկսեմ խոսքը Մարկոսի ավետարան 7-րդ գլխից։ Խոսքը Հիսուսի մասին է, գրած է 24 խոսքում, եւ այնտեղից վեր կացավ եւ եկավ Տիվրոսի եւ Սիդոնի սահմանները։ Եվ տուն, որ մտավ, չէր ուզում, որ մեկը իմանա, բայց չկարողացավ ծածկվել, որովհետև նրա համար լսեց մի կին, որի աղջիկը պիղծ հոգի ուներ, եկավ նրա ոտների առաջ ընկավ։ Հիսուսը եկել է մի հատ տուն, չի ուզում ոչ մեկ իմանա, եկել է երևի ուզում հանգստանա, չգիտեմ, հոգնել է այդքան ծառայություններից, հետո եկել է մի հատ տուն, ոչ մեկ չի ուզում իմանա, բայց հրեաներն էլ հայերի նման են, համարյա նույն ազգն են, իրանք էլ են սիրում, խոսալուց լավ են, տարածելուց լավ են, տարածել էին։ Ինչ որ մեկը իմացավ, որ Հիսուսն եկել է այստեղ, ու գրածա մի հատ կին եկավ իր մոտ, ու ընկավ Հիսուսի ոտքերի առաջ։ Երեխա ուներ երիտասարդ աղջիկ, որը որ դևով բռնված էր, այսինքն անլուծելի խնդիր ուներ։ Բժիշկները չեն կարա դև հանեն, բժիշկները հիվանդություն չի, որ փորձեն բուժեն, հասկանում է, որ հոգևորով պետք է լուծվի։ Անլուծելի խնդիրով եկել է Հիսուսի ոտերի մոտ։ Եվ ինչ է տեղի ունենում, եւ այդ կինը հույն էր, ազգով Փյունիկ Ասորի, եւ աղաչում էր նրան, որ դևը իր աղջկանից դուրս հանի։ Գիտեք, հույն բառը հնում ազգություն չէր նշանակում։ Հույն բառը դրանով դիմում էին հրեաները, ասում էին, խորհրդանշում էին հեթանոսներին, անհավատներին։ Տեսեք, ասում է հույն էր ազգով Ասորի, այսինքն Ասորի էր, հույն չէր։ Բայց իրանք հույն, որ ասում էին, ոնց որ հեթանոսներից էր։ Այսինքն իրանցից վերև այդ ամբողջ տարածքը հելլենիստական կուլտուրայի մեջ էր, եւ իրանց բոլորին հույն էին ասում, բայց դրանով խորհրդանշում էին հեթանոսությունը իրա։ Ասում մի հատ Ասորի աղջիկ եկավ ու ընկավ Հիսուսի ոտերը, աղաչում էր նրան, որ դևը իր աղջկանից դուրս հանի։ Տեսեք, ես կինը գիտի այսօրվա իր բաժինը ինչն է։ Այսօր եկել է Հիսուսից իր երեխու բժշկությունը տանի։ Չի եկել Հիսուսից բիզնես ուզի, չի եկել Հիսուսից, չգիտեմ, լավ աշխատանք ուզի, չի եկել լավ ամուսին ուզի։ Ենթադրենք, չգիտեմ, բաժանված է, մնացել է երեխու հետ չի կարող պահ, եկել է ամուսինա ուզում։ Չէ, ինքը գիտի այսօրվա իր բաժինը Հիսուսից ինչն է։ Ինչ եմ ուզում Հիսուսից։ Եկել է իր աղջկա փրկություն ուզի։ Եկել է անգելայիսի ոտեր, ասում է խնդրում եմ աղջկաս դևը հանի։ Հələ մի հատ լսեք Հիսուսի պատասխանը։ Հիսուսն էլ ասեց նրան. թող առաջ երեխաները կշտանան, որովհետև լավ չի երեխաների հացը առնել ու շներին գցել։ Մեզանից երևի 90% այս խոսքերից հետո թողեր կգնար։ Որովհետև Հիսուսը գիտեք ինչ ասում, ասում է լսի քուրիկ ջան, քեզ մի բան բացատրեմ։ Ասում է մենք որ գնում ենք խանութ, հաց ենք առնում,
Այդ հացը առնում ենք, որ բերենք մեր երեխեքը ուտեն, ճիշտ է։ Ասում եմ լավ չի երեխեքի հացը առնեմ, երեխեքը հրեա ժողովրդի մասին ենք խոսում իսը։ Ասում եմ դա իրանց բաժինն է, բժշկությունը, ազատագրումը։ Լավ չի ասում եմ ես իրանց բաժինից կտրեմ, գցեմ քո դեմը։ Լավ չի ասում եմ կտրեմ շանդեմը գցեմ։ Դու պատկերացնում եք ոնց որ դե պիտի վիրավորվեր, չէ՞։ Այդ կինը պիտի վիրավորվեր, ասեր դու էլ քո բժշկությունն էլ դու էլ մարդ չես, թողեր գնար, չէ՞, ոնց որ շատերը կանեին, բայց Հիսուսը լավ գիտի ում այդ ինչ խոսա։ Հիսուսը լավ գիտի ում ոնց մոտենա։ Ասում եմ լավ չի գիտես, ասում եմ այդ երեխեքի բաժինն է։ Ոնց վերցնեմ, գցեմ շների դեմը։ Այն էլ հрьяաները հայերի պես իրանք հացը չեն գցում։ Գցելը լավ բան չի հաց գցելը։ Այն է շների դեմը։ Լսեք ես կնոջ պատասխանը։ Նա էլ պատասխանեց եւ ասեց նրան. Այո Տեր, որովհետեւ շներն էլ սեղանի տակին երեխաների փշրանքից են ուտում։ Գիտեք ինչ ասում ես լավ գիտեմ, երեխաները մի հատ լավ բնավորություն ունեն։ Չեն կարող նորմալ հաց ուտեն։ Ոնց ուտեն, հատ հապում են։ Ասում ոնց լինի, այդ փշուները ընկնում են գետին։ Ու գիտեք դա իրականությունն է, շները սպասում են, ես շուն ունեմ տունը։ Մեր տան ոնց որ բանը, ուրախությունն է, ասենց ասեմ, ամբողջ օրը երեխեքով, կինս ամբողջ օրը շանը, այսքան պուճուր շուն է, արդեն 6 տարեկան է։ Ինքը գիտեք, այնքան սիրուն է, այնքան այլանդակ այնքան սիրուն է, որ չես կարող չսել, ասենց ասեմ։ Գիտեք, գալիս է ասենց սեղանի կողքը կանգնում է, արգելել եմ, ասել եմ իրան կեր մի տվեք, սովորում է։ Սեղանի մոտ կեր մի տվեք, պետք է հասկանա, որ իր կերը Անդեղա, երբ որ դնում ես, գալիս հենց անմեղ սենց սիրուն դեմքով նայում է, ինքը սպասում է, ինքը գիտի ոնց լինի մեկի ձերից մի կտոր սասիսկի կընկնի։ Ինքը գիտի, հա, որ ես ժողովրդից մի բան տանելու եմ, եկե նստե սպասում է, ու շատ հաճախ իր սպասումը արդարանում է։ Գիտեք, այս կինն էլ նույն բանն է ասում։ Ասում է Հիսուս, հա, երեխեքինն է, ես ասում չեմ ուզում երեխեքի հացը գցես իմ առաջ։ Ասում ես իմ բաժինն եմ ուզում, իմ բաժինն է այդ երկու փշուրն է։ Ես չեմ ուզում իմ դեմը հաց գցես, ասում ես եկել եմ իմ փշուրների հետևից։ Կլինի փշուրներս վերցնեմ գնամ։ Ես եկել եմ, որ այդ երկու փշուրը երիքա որ երեխես լավանա։ Պատկերացնում եք, ես կինը գիտի իր բաժինը, չի եկել ասի Հիսուս կողքը ծակում է, մի հատ կլավացնես։ Այսօրվա իմ բաժինը քեզանից այդ երկու փշուրն է, վերցնեմ երեխես բժշկվի գնամ տուն։ Նայեք ինչ ասում Հիսուսը։ Եվ ասեց նրան. Այս խոսքի համար գնա, դևը դուրս եկավ քո աղջկանից։ Դուք նկատեցիք Հիսուսը դևին անգամ չքշեց։ Չքշեց, գրած չի Հիսուսն ասեց, ես հրամայում եմ իմ այդ դևը դուրս կգա, ոնց որ ուրիշ ժամանակներ անում էր։ Ասեց քո խոսքի համար, այն որ դու ասեցիր, դու ինձ զարմացրեցիր հիմա։ Դու ասեցիր, քո այդ երկու փշուրը հերիքա որ դևը գնա, ասեց գնա։ Քո փշուրները վերցեցիր դու։ Քո երեխեն բժշկվեց։ Գիտես ինչի, որովհետև այդ կինը իր բաժինը գիտեր։ Նորմալ չէր լինի հասներ Հիսուսի մոտ ասեր, լավ քանի եկել եմ, կլինի հարստություն ուզեմ։ Հետո փող կլինի երեխոս բժիշկների միջոցով կբժշկեմ մի քիչ։ Չէ, ինքը գիտեր իր բաժինը։ Երբ որ դու գիտես քո բաժինը Աստծուց ինչ ես ուզում, ու Աստծուց քո բաժինը որն է, չէ, դու հեշտ ես ապրում։ Երբ որ դու գիտես ես կյանքում դու ինչ ես ուզում, դու հեշտ ես ապրում։ Երբ որ դու գիտես ես կյանքում քո բաժինը ինչ է, դու հեշտ ես ապրում։ Բայց երբ որ դու մտածում ես, որ քո բաժինը այսքան է, այնինչ քոնը այսքան է, ու դու ունես այսքան, արդեն քո բաժնից ավել, դու տառապում ես, որովհետև դու սխալ բաժին ես քեզ ընտրել։ Բայց երբ որ դու հասկանում ես որն է քո բաժինը, ես սա մի հատ տեղ եմ կարդալու, մի հատ մարդու մասին Առակաց գրքից։ Այնքան իմաստուն մարդ է, Առակաց 30-րդ գլխում է գրած։ Տեսեք ինչ ասում, 8-րդ խոսքը, Ագուրի խոսքերն ասում է, ունայն եւ սուտ խոսքը հեռացրու ինձանից, աղքատություն կամ հարստություն ինձ մի տու։ Աղքատություն կամ հարստություն ինձ մի տու։ Քո, ասում է, ինձ համար որոշած հացով կերակրի ինձ։ Գիտեք ինչ ասում։ Ասում է, ոչ ավել դու, ոչ պակաս։ Այն ինչ որ նախատեսել ես իմ համար, իսկ դու սխալ բան չես նախատեսում, դու գիտես իմ չափը, իմ սահմանը դու լավ գիտես։ Այն ինչ որ դու ես իմ համար նախատեսել, էդի տուր։ Մի քիչ տարօրինակ է հնչում, հա։ Բայց սա իրականություն է։ Մեր կյանքերում խառնաշփոթ է լինում շատ հաճախ, որովհետև մենք այդ Աստծուց նախատեսածը չենք իմանում։ Մարդկա Աստված իրան 100-ն է նախատեսել, ինքը 10-ի մեջ է գիտի էտա։
Մարդել կա հակառակ Աստված իրան 10-ն նախատեսել, ինքը հա ուզում է 100-ը ու փնթփնթում է թխի չկա, որովհետև չգիտի իր բաժինը, չի գիտակցում իր բաժինը։ Խոսքը մենակ ֆինանսների մասին չի, կյանքի ամեն բնագավառի մասին է, ամեն բնագավառի։ Դու պետք է հասկանաս քո բաժինը, թե կյանքումը, թե ծառայությանդ մեջ։ Գիտեք, մարդկան նայում է, նստած տեղից նայում ասում է, ախր այդ բեմը իմն է, ես սաղից լավ կքարոզեմ։ Բայց իր բաժինը, ասենք կամերայով նկարելն է, կամ հյուրասիրություն անելն է, կամ չգիտեմ ինչն է։ Մարդ էլ կա, իր տեղը բեմն է, բայց ինքը չգիտի իր բաժինը։ Նայում ասում է, չէ, ես ինչ գործ ունեմ բեմի հետ։ Ես այն դրանոտ կանգնեմ մարդկանց կասեմ բարև եք եկել։ Ոչ նայա վատ, ոչ սա լավ, երկուսն էլ Տիրոջ տանը ծառայում ես, պատիվ է, բայց կարևորը քո բաժինը իմանաս։ Որն է քո բաժինը Աստծու մեջ, որն է քո բաժինը քո ընտանիքում, որն է քո բաժինը քո գործի տեղը, որն է քո բաժինը ֆինանսների մեջ։ Երբ որ մենք այս իրականությունը չունենք, մեր մոտ խառնաշփոթ է լինում։ Ու հետո զարմանում ենք, ինչի ասենց, Տեր Աստված, ինչի, խի, ոնց։ Տեսեք ինչ ասում Ագուրը, մի անգամ եք կարդամ։ Աղքատություն կամ հարստություն ինձ մի տու, իմ համար որոշված հացով կերակրի ինձ։ Շարունակությունը աբսուրդ է։ Շարունակությունը ոնց որ գիտեք, տարօրինակ է մի քիչ։ Զարմանալի է մի քիչ, նայեք ինչ ասում։ Չլինի որ կշտանամ եւ քեզ ուրանամ եւ ասեմ ով է Տերը, եւ չլինի որ չքավորանամ եւ գողանամ եւ իզուր հիշեմ իմ Աստծու անունը։ Առաջ գիտեք, ես համարում եմ էսի անկայուն մարդու աղոթք։ Ես առաջ մտածում էի, ժամանակին տենց էի մտածում, ասում էի, լավ մարդ ինչքան պիտի ոնց ասեմ, Աստծու հետ անկայուն հարաբերություններում լինի, որ ասի չլինի թե կշտանամ ու քեզ ուրանամ։ Կամ չլինի թե աղքատանամ, չքավորանամ ու գողանամ, բայց այս իրականում այս ճշմարիտ իրակամքը Աստծուն հանձնած մարդու արդար աղոթք է։ Երբ որ ինքը իր կամքը հանձնել է Աստծուն, ասում է դու ինձանից լավ գիտես իմ սահմանները։ Մենք մեր սահմանները չգիտենք, սիրելիս։ Ես ու դու մեր սահմանները չգիտենք։ Ես ու դու գիտեք, մենք մի հատ հասարակ բան ասեմ, մենք հենց հիմա չգիտենք, տեսեք այստեղ լիքը ծնողներ կան, երեխեքն էլ են ստեղ, բայց մենք հենց հիմա չգիտենք, որ այս պատալոգից մի հատ առույց ընկնի, որ մեկը կփախնի երեխեքին կթողի, որ մեկը չի փախնի, որ հարցնես մարդը կասի, չէ, ոնց կարամ ես իմ երեխուն թողեմ, բայց դու չգիտես այդ իրավիճակում դու քեզ ոնց կպահես, դու չգիտես ոչ մի բան։ Մենք շատ հաճախ մտածում ենք, մենք մեր վրա այնց վստահ ենք, գիտես ես հաստատ գիտեմ, ես sense կանեմ։ Իրավիճակը գալիս է դու ռեվ փոխվում ես։ Ասում եմ, նենց չլինի, դու չգիտես քո ուրանալու սահմանը։ Դու չգիտես ինչ կարող լինի քո կյանքում, որ Աստծուն ուրանաս։ Ոչ մեկ չգիտի։ Հարցներով կասեն կյանքում չեմ ուրանա։ Մի հատ հերոս ունեինք Հոբ անունով։ Ինքն ու իր կինը։ Գիտեք, ամեն մեկ իր սահմանը ուներ։ Հոբը անգամ իր հիվանդությունով, ամեն ինչ կորցնելով չուրացավ։ Կինը հիվանդել չէր, բայց արդեն ուրացել էր, մարդուն ասում էր Աստծուն հայոյի մեռի։ Տեսեք, ամեն մեկ իր բաժինն ունի, իր սահմանն ունի դիմանալու։ Եթե հիմա բոլորիս հենց հիմա ամեն մեկից ինչ որ ծանր, ասենք պլասկակուպցիով սկսեն մեր մատը սեղմել ստեղ, պատկերացրիչ վատ բան եմ ասում։ Ամեն մեկը իր չափը ունի դիմանալու։ Հա, ամեն մեկը իր չափը ունի գաղտնիք չհայտնելու։ Ամեն մեկը իր չափը ունի չխոսալու։ Բաժին կա, երբ որ դու գիտես քո չափը հեշտ ես ապրում։ Երբ որ դու քո չափը չգիտես, հանգնում ես պատմությունների մեջ։ Դրա համար Ագուրը տեսեք ինչ ասում, ասում է չլինի կշտանամ ուրանամ, չլինի չքավորանամ գողանամ։ Քո որոշած հացով կերակրի ինձ, այսինքն դու իմ սահմանները գիտես ինձնից լավ։ Քո սահմաններով կերակրի։ Ես ու դու պետք է հասկանանք մեր սահմանները մեր կյանքի ամեն բնագավառում։ Մենք պետք է մեր սահմանները հասկանանք։ Որն է քո հասանելի սահմանը, ասենք թեկուզ գումարների հարցում։ Կա աղքատության սահման, որ կարող է դրանից հետո թողես Աստծուն։ Կա հարստության սահման, որ կարող է դրանից հետո թողես Աստծուն։ Ես գիտեք ինչքան քրիստոնյաներ եմ տեսել, որ հարստացել են, այնքան լավ ծառայող էր եկեղեցում։ Այնքան լավ ծառայող։ Մի քիչ գործերը լավացավ, հարստացավ, մի քիչ շատացավ, հետո սկսվեցին ճամփորդությունները, հետո սկսեցին կնոջ դեմքի պլաստիկ վիրահատությունները, մեկը հետևից, կամաց ամեն ինչը սկսվեց, հետո սկսեցին կամաց քիչ եկեղեցի գալ, հետո մեկի տեսնում ես, էլ եկեղեցում չեն, արդեն նոր շրջապատ ունեն, մեկի տեսնում ես մի քանի տարի հետո բաժանվել են,
Հետո տեսնում ես ամեն մեկը իր համար միած սիրած է ճարել ու դժոխքի ուղեգիրը վեկարած գնում են։ Ինչի, որովհետև իրանց բաժնից, իրանց սահմանից ֆինանսական դուրս եկան։ Մեկ մարդիկ կան նայում ասում ես ավելի լավ է, ասիկ Աստված գիտի էլ։ Այդ մարդը իր սահմանը այսքանն է։ Ու ինքը երկինքը ճղում է, Տեր Աստված այսքան տուր։ 10 տարի ճղում է չի տալի, Աստված քո բաժինը գիտի հենց այսքան եղավ էլ եկեղեցի չես գալու։ Տեր Աստված ինչի ես կողս չես բժշկում, հենց բժշկես չես գալու։ Չեմ ասում, որ բոլոր հիվանդներին նրա վրա որ գան, չէ, սիրելիս։ Մարդկա իր բաժինն է, որ 10 հիվանդություններ ունի, 19 րոպեին պետք է բժշկվի, որովհետև բժշկվի չբժշկվի, դրա հետ չի կապում իր եկեղեցի գալը։ Ինքը Հիսուսի համար է գալի։ Մարդկա Հիսուսի գալիս է եկեղեցի, որ պարտքերը փակվի։ Դրա համար չի փակվում ու զարմանում է, չի փակվում, որովհետև բաժինը, սահմանը դա հենց պարտքերը պրծավ թռնելու ես։ Իսկ Աստծուն ավելի լավ է դու պարտքերով երկինք ընկնես, քան թե թռնես, էլի գնաս դժոխք։ Հա Աստված մեր բաժինը, մեր սահմանը գիտի։ Դրա համար Ագուրն ասում է Տեր Աստված, քո որոշած հացով կերակրի ինձ։ Դու ինձնից լավ գիտես իմ սահմանը։ Ամեն մեկը իր սահմանը պիտի իմանա։ Եթե դեռ չես ամուսնացել, դու քո սահմանը պիտի իմանաս։ Պիտի աղոթես Տեր Աստված, սահմանս տուր։ Որն է, որ չափի մեջ մանգամ։ Որտեղ է, հա, որ սահմանների մեջ է այդ աղջիկը կամ տղան։ Շատ հաճախ քուրիկները կամ աղբերները գիտեք քիչ են ամուսնանում, որովհետև իր չափը չգիտի, իր սահմանը չգիտի։ Ինքը մտածում է ինքը հուրիփերին է ու սպասում է թագավորին, այդ արքայազնին ձիու վրա ու չի գալիս։ Եկողները ինչ որ էշի վրա են կամ ջորու վրա են, ձիու վրա մարդ չի գալի։ Ուրեմն քո բաժինն է ջորին է։ Սահմանը պիտի իմանաս, հա։ Եթե 30 տարեկան ես ու վերջի 10 տարին 10 տղա է եկել, 10-ն էլ դուրը չի եկել, նշանակում է էտա քո սահմանը, պետք է սկսես էտե դուր գալ, հավանել։ Չէ, ես Ալեն Դելոնին եմ ուզում, Ալեն Դելոնը արդեն մեռել է։ Հա։ Հա մեկ քուրիկները գալիս են Հովիվ ջան, աղոթի ամուսնանամ։ Վրես չամուսնանալով անես կա։ Ճանաչելով, իմանալով ինչ տղաներ են իրանց մոտեցել մերժվել են, ուզում եմ ասեմ, կլինի աղոթեմ, որ այդ կույրության անես կվրից այդ դուզ գա, տեսնես քո բաժինը։ Մի անգամ մի անձնավորություն, ես հասկացա քիչ են ամուսնանում շատեր, իրանց բաժինը չգիտեն, իրան չափը չգիտեն։ Ինչի մեջ է իրանց չափը։ Մի անձնավորության sense վախվխելով մի հատ տղա էի հավանել, ճիշտն ասած։ 21-րդ դարում վտանգավոր ասես բան ասելը, իր համար էլ, իմ համար չէ։ Մի հատ տղա էի հավանել, եկեղեցի էր սկսել գալ, գիտեք, այդ քուրիկը ու այդ տղան 5 անգամ իրանից խելոք, 5 անգամ սիրուն, շատ բարձր դիրքի պաշտոնով եւ այլը խոսալու տոն ունի։ Մի ուրիշ ես վախվխելով իրան առաջարկեցի այս քուրիկին, ասում եմ, լսի, ասեմ, Այն տղուն մի հատ ուշադրություն դարձրել, ասեմ, լավ տարբերակ չի, մտածում եմ, ասեմ, կարող է ասեմ, ասի Հովիվ ջան, բայց ինքին վրա սկի չի նայի։ Բայց ասեցի, ասի մարդ ես էլի, հիմա կարող ուզում եմ ամուսնանալ, տենում 150 հոգի չամուսնացած մարդ կա, ուզում եմ զույգեր տեսնեմ, չէ՞, թորներ եմ ուզում տենամ կոպիտ ասած։ Ես փոքր երեխա հետ ես եկեղեցում իմ ընկերները պուճուրներն են, մեծերի հետ չունեմ։ Ասում եմ, լսի, ասում եմ, մի հատ աշկի տակով ասում նայ էլ ասում ոնց է տարբերակ, հարմար տարբերակ չի, ոչ տարավ ոչ բերես, գիտեք ինչ ասեց։ Ով ինքը։ Լուրջ եմ ասում, իմ համար մեծ շոկ էր։ Ես մի բան հասկացա, որ այս մարդ իր բաժինը չի պատկերացնում։ Իր բաժինը ինքը արդեն դարել է 35 տարեկան, էլ չի պատկերացնում իր բաժինը որն է։ Իրան թվում է, հեսա գալու է։ Ու այդ իրան թվում է 18 տարեկանից, ու չգիտես խի մենակ ջորու վրա են ներկայանում, ոչ մեկ ձիով չեկավ։ Երբ որ բաժինը չգիտես խնդիրները սկսվում է։ Երբ որ բաժինը գիտես հեշտ է քեզ ընտրություն էլ անել, երբ որ քո աշխատանքի բաժինը գիտես հեշտ է։ Երբ որ չգիտես զարմանում ես, թե 7 տարիախի ոչ մեկ չի զանգում քեզ մինիստրի պաշտոն ասի։
ինչ որ չեն հասկանում ում այդ գործ ունեն։ Մեկը չի զանգում ասի ստեղ բանի արտաքին գործերի մինիստրի թափուր տեղ կա։ Կարող է քեզ առաջադրենք։ Ես մի քուրիկի հետ հա խոսում էի, որ աշխատեր, որովհետև չէր աշխատում ու եղբայրն էր միշտ իրան փող ուղարկում։ Ասեմ, լսի, այս քաղաքում ստեղ չէր, ուրիշ տեղ էր, ասեմ, այս քաղաքում լիքը գործ կա, էլի, ասեմ, ինչի՞ չես աշխատում։ Ինչքան կարա այդ տղան քեզ ամեն ամիս թոշակի պես ուղարկի, ջահել աղջիկ ես։ 1000 գործ կա։ Գիտեք ինձ ինչ էր ասում։ Հովիվ ջան, ես բարձրագույն ավարտ եմ։ Ինքը իր բաժինը չի հասկանում։ Հա ինքը չի հասկանում, նայ, ես դեմ չեմ, որ բարձրագույն ավարտես լավ գործ ունենաս, բայց միգուցե այսօր քո բաժինն է գնաս խանութում սմետան դասավորող աշխատես։ Մինչև բարձրագույնիդ օրերը կգան։ Հասկանում եք խնդիրը որտեղ է, երբ որ մարդը դնում է մի հատ պլան կա ու մնում է դրա մեջ։ Ինքը մտածում է իմը էսա ու վերջ։ Այս մարդը այնքան խելոք մարդ էր, ասում է դու ինձնից լավ գիտես իմ բաժինը։ Քո որոշած հացով ինձ կերակրի։ Դու լավ գիտես, որ սահմանն է, որտեղ ես ինչ ճիշտ եմ պահում։ Հանկարծ ավել չտան։ Ես տեսել եմ մարդիկ, որ իրան բարձր պաշտոնի են դրել ու կործանվել է, որտեղ այդ իր բաժինը չէր։ Ես եկեղեցում եմ շատ մարդիկ տեսել, որ դրել են մեծ ծառայության, որ իրանը չէր։ Ինքն էլ ուրախացած վազել է դրան ու ընկել է տեղ։ Որտեղ այդ իր բաժինը չէր։ Շատ կարևոր է ամեն մեկս մեր բաժինը իմանանք։ Ես մի շատ մոտիկ մարդ ունեմ։ Տեսեք, ժամանակները փոխվում է։ Ամեն ժամանակում դու քո դիրքը, տեղը պիտի իմանաս։ Դու քո բաժինը տեղ պիտի գտնես։ Եթե չես գտնում, խնդիրները սկսում է։ Ես շատ հարազատ մարդ ունեմ, որ սովետի ժամանակ 26 տարեկան տղա է եղել։ Արդեն 300 աշխատող ուներ, վարորդ 300։ Խորհրդային միության ժամանակով։ Շատ բարձր պաշտոնի էր, երիտասարդ տարիքից։ Բայց գիտեք, խորհրդային միությունը փլվեց, մինչև հիմա չի աշխատում։ Գիտեք ինչի։ Ինքը չկարացավ հասկանա, որ իր բաժինը ընդեր է։ Ստեղ նոր իրականության մեջ նոր բան պիտի ման գա։ Չէ, իր համար ընդեր ես պիտի 300 հոգու ղեկավար լինեմ, էս է իմը։ Երբ որ դու չես պատկերացնում, քո կյանքում խառնաշփոթ է սկսում։ Հետո զարմանում ես, խի ինձ չեն հասկանում։ Քի է սենս լինում։ Ես չեմ հասկանում, ես հիմիկվա 21-րդ դարում բոլոր տղաները կույր են։ Մի հատ նորմալ տղա չեկավ ինձ առաջարկություն աներ։ Հələ մի հատ նայ, կարող է քո բաժնից դուս ես նայում, սպասում։ Ով գալիս է ընդհանրապես, ով գալիս է մեզ առաջարկ անում, հիմնականում այդտեղ էլ մենք կանք։ Եթե ինձ զանգում են մենակ կաչագարի գործ են առաջարկում, նշանակում է իմ տեղը մոտավորապես կաչագարությունն է։ Ես չպետք է նեղվեմ դրանից։ Այսօր կարող է կաչագար առաջարկեն, այսօր իմ բաժինս տեղա, վաղը կարող է մինիստր առաջարկեն։ Բայց ես պիտի իմ բաժինը իմանամ սիրելիս։ Երբ որ իմանում ես, հեշտ ես ապրում։ Եթե քո բաժինը այսօր Peugeot է, պիտի իմանաս քո բաժին մեքենան։ Եթե քո բաժին մեքենան Peugeot է, մի գնա պարտքով Bentley վերցրու։ Մեկը խայտարակ ես լնելու, որովհետև այդ Bentley-ից դուս ես գալու քո էժան 20-30 դոլարանոց շորերով, հա, ու մարդիկ հասկանալու նայելու են ասեն, էսի տերը չի, շոֆերն է տերոջ, վարորդն է։ Հա, չկա, երբ որ չկա այդ կոնտակտը քո ու քո շարժման մեջ, դու խառնաշփոթի մեջ ես ընկնում։ Դրա համար ես մարդը ասում է Տեր Աստված, խնդրում եմ քո որոշած հացով կերակրի ինձ։ Քո որոշածով Աստված չի սխալվում։ Գիտեք, Աստված գիտի, ես օրինակի համար նա ես ինձանով ասեմ, լավ։ Ես գիտեմ, օրինակ, եթե ես հենց հիմա ինձ $1 միլիոն տան, իմ մոտ ոչ մեկդ ոչի բան չի փոփոխություն չի տենա։ Ես գիտեմ, որ ինձ $10 միլիոն տան, էլի ոչ մեկդ փոփոխություն չի տեսնի։ Բայց ես չգիտեմ, եթե ինձի $50 միլիարդ տան, ես չգիտեմ, էլի կգամ կհասնեմ մի օրվա մեջ կթռնեմ կգամ պիծեր կծառայեմ ձեզ, նույն օրը հետ կթռնեմ կգնամ։ Թե կասեմ հոգնում եմ, դե հերիք է, ինչքան կարելի է, արի մի տարի արձակուրդ վերցնեմ։ Ես չգիտեմ, ինքը գիտի։
Դրա համար այնքան լավ է ես ասեմ քո որոշած հացով կերակրի ինձ։ Հասկանում ես, որ չլինի նենց հանգարց մի բան ավել լինի, այդ ավելը ինձ իրանից մի քիչ հեռացնի, ինձի պետք չէ այդ ավելը։ Հասկանում եք, չէ՞։ Ինձի պետք չի մի հատ ավել ծառայություն տա ու ես հանգարց հպարտանամ։ Պատկերացնեք ինձ այսօր տան Հռոմի պապ։ Պատկերացրեք իմ վիճակը։ Ես չգիտեմ, կարող է ես հպարտանամ ու ընկնեմ, ինձ պետք չէ դի։ Հասկանում եք, ինքը գիտի։ Դրա համար երբ որ ասում եմ Տեր Աստված, քո որոշած հացով ինձ կերակրի։ Քո որոշածով, ես գիտեք, մարդկանց համար որ աղոթում եմ, ոնց եմ աղոթում ամուսնանալու համար։ Չեմ ասում միած սիրուն աղջիկ բեր իրան, միած սիրուն տղա բեր։ Ասեմ Տեր Աստված, այն որ դու պատրաստել ես, այն միակ անկրկնելին, որ երկրորդը չկա իր համար, հենց այդ է իր բաժինը, այ իրան բեր իր առաջ, թող ինքը տենա աշկերը բացվի, հասկանա, որ էսա ու վերջ։ Որտեվ ես ու դու կարանք սխալվենք, ինքը չի սխալվում։ Հա, ինքը չի սխալվում, ինքը անթերի Աստված է։ Հա, երբ որ ես ասում եմ Տեր Աստված, այս հարցը սենց թող լուծվի, ես մի բան պետք է հասկանամ, որ մեկը դրա մեջ այնքան կարևոր է, որ իր որոշածը լինի։ Ես մարդ եմ, ես կարամ մարդու համար լավ բան ուզեմ, մարդը կարող է ասեմ Տեր Աստված բժշկի իրան։ Աստված երկնքից նայի ու ասի, իր համար որոշված է 3 տարի հետո նոր պետք է հիվանդությունը քնած տեղը վերցնեն, արթնանալու էլ չունենա, բայց 3 տարի պետք է մեջը մնա, որ ոտերը հաստատվի իմ տան մեջ, որ հետո վերցնեմ չփախնի աշխարհերի, հազիվ աշխարհից բերել եմ։ Տեսեք, Աստված ունի իր սահմանները, ու երբ որ մենք մտնում ենք իր սահմանների մեջ, մենք օրհնված ենք։ Դե երբ որ դու չես գիտակցում դա, Աստված տվել է քեզ օրինակի համար աշխատանք, որ ստանում ես ամսական 120,000 ռուբլի։ Քերուտ տղան, աշխարհիկ տղա է, ստանում է 720,000 ռուբլի ամիսը։ Քեզնից քիչ է աշխատում։ Ու դու մտածում ես, Տեր Աստված, չհասկացանք, բա արդարի անհավատի տարբերությունը, հա, արդարի անզգամի տարբերությունը, ես խի պետք է ինքը քիչ աշխատի, շատ վերցնի։ Ես խի պետք է 120 աշխատեմ, որտեվ այսօր 120-ը քո բաժինը, որ 180 աշխատեցիր, այն 120-ի ժամանակ կրեդիտները տես տալիս, հազիվ հասցնում եք լավ տնեցիկով, հաց ուտեք, հանգիստ քնեք։ Բայց որ 180 տվեց, այն 60,000-ը մտածում ես ինչի մեջ դնեմ, կարող եմ մի հատ կազինո խաղամ ու գնաց կորար, քանդվեց ամեն ինչ։ Աստված գիտի, այսօրվա քո բաժինը ինչա, դրա համար ասում եմ, լսի, արվելի լավա այնքան տան, որ մնա ձեռներիս մեջ։ Քո որոշած հացով չլինի ասում, որ հարստանամ ու քեզ ուրանամ, տեսեք ինչ ասում ես մարդը։ Ու այս մարդը պատահական մարդ չի։ Ես առաջ ասում էի, անիմաստ աղոթ կանող է, բայց այս գլուխը որ կարդակ առաջի բառը գրած է ագուրի մարգարեական պատգամը։ Դոս ինքը Աստվածաշունչը ընդունում է սա որպես մարգարեություն։ Մարգարեական պատգամ իմ ու քո համար, որ Տեր Աստված քո որոշած հացով կերակրի ինձ։ Ամեն։ Առաջի Կորինթացիս 10-րդ գլուխ 13 խոսքը, տեսեք ինչ է ասում։ Ձեզ ուրիշ փորձություն չի պատահի, բացի մարդկային փորձությունից, բայց Աստված հավատարիմ է, որ չի թողի ձեզ ձեր կարողությունից վեր փորձվելու, այլ փորձության հետ ելքել կտա, կպատրաստի, որ կարողանաք համբերել։ Տեսեք, ասում ամեն մեկը ձեր փորձվելու բաժինը ունեք։ Ամեն մեկը հենց քո բաժինը ունես դու։ Գիտես, մեկս կարող է այսքան ցավի դիմանա, մեկս այսքանի, մենք տարբեր ենք, 8 միլիարդ մարդ կա համարյա երկրագնդի վրա, բոլորն էլ տարբեր են իրարից, ամեն մեկը իր դիմանալու չափը ունի, համբերելու չափը ունի, չներվայնանալու գլուխը պատերին չխփելու չափը ունի, ամեն մեկը չափ ունի, ու խոսքը ասում է, Աստված ձեր փորձությունն էլ չափ ունի, բայց փորձվելու ձեր բաժինը ամեն մեկը ունեք։ Երբ որ դու փորձվում ես, իմացի քո բաժնից ավել Աստված չի կարա քեզ փորձություն, չի տալի փորձություն։ Եթե դու չես գնում մտնում, հա, փորձության մեջ։ Եթե ես հիմա գնամ մտնեմ, չգիտեմ, հիմա գնամ այն առուսների մոտից գցվեմ ջուրը,
Աստված այդտեղ կապ չունի, այդ ես ինձ գցեցի այդ փորձության մեջ։ Ես որոշեցի, որ ես կարամ լողանամ այս սառը ջրի մեջ ու հիվանդացա ենթադրենք։ Բայց ինքը քո սահմաններից բարձր փորձություն քեզ չի տալիս, որովհետև ինքը գիտի քո բաժին, ինչքան կարաս դիմանաս։ Ինչքան կարաս դիմանաս։ Բայց ես ինչքան դիմանամ։ Եթե թողումա դիմանաս դիմացի, հետո լույսա։ Հա, ասում եմ, որ տեսեք ինչ ասում, որ հետը փորձության հետ ելքնել կպատրաստի, որ կարողանաք համբերել։ Գիտես, գումարն ու պաշտոննել են փորձություն, դուք տեղյակ եք։ Փորձությունը մենակ այն չի, որ հիվանդություն եկավ, դժբախտություն եկավ։ Աշխարհի ամենամեծ փորձություններից մեկը գումարն է։ Ամենամեծ փորձություններից մեկը, դա գումարն է, հիվանդությունը չի։ Որովհետև հենց գումարը գալիս է, միանգամից զգում ես մարդու ներսը ինչ էր։ Միանգամից ներսից սկսում է դուրս գալ, սաղ պահած բաները։ Պաշտոնը, գիտեք, անգամ եկեղեցում։ Մարդուն դիրքի ես դնում, եկի տեսնում ես դառավ ուրիշ մարդ, բարի, հաճելի, հավես մարդ էր, դրեցիր դիրքի, մեկը տեսնում ես Հիտլերի մորքուրի տղեն է։ Սրան ինչ եղավ, նորմալ մարդ էր, վրոցի բոլորի հետ լավ, քաղցր, ինչ եղավ, փորձությունն եկավ չի դիմանում։ Իրա բաժնից մի քիչ շատ էր այդ փորձությունը, շուտ էր դեռ։ Մի քիչ պետք է համբերեիր։ Կամ գումարները, Տեր Աստված, չգիտեմ, մի 100 կապ որ լինի $100-անոցների, չէ, նենց կապրեմ, մի 100 կապ։ Եթե կյանքումդ մի կապ չես բռնել ձեռքդ, 100 կապ մի ուզի, դա լուրջ փորձություն է, այդ քո բաժինը չի։ Մի հատ 1 ուզի, 2, 3, սովորի բան կփոխվի։ Ես հիշում եմ սովետի ժամանակ, գիտեք, մեր տուն բերեցին ոսկի։ 50 գրամանոց sense ոսկի էր։ Մեկ էլ մի քանի կիլո արծաթ։ Առաջի օրը ես էլ երիտասարդ տղա եմ, իմ համար շոկ էր։ Ասում եմ, sense մեծ ոսկի, 50 գրամանոց sense փուճուր մի հատ ոսկի կտորեր։ Ես սովոր չէի դրան, ուղղակի պապաս ցեխ ուներ, մեծ ցեխ ուներ, տենց գումար ուներ, առել էր մարդը։ Բերեցին, դրեցին տունը, ես նայում եմ, երեխա եմ, ջահել տղա, մի 14 տարեկան, 13։ Գիտեք, եթե դա տային ինձ, ես իմ գլուխը կուտեի։ Մի ախմախություն կանեի, ես դրան սովոր չէի։ Բայց անցավ մի 2, 3, 4 տարի, իմ համար այդ արծաթը կարտոֆիլի նման բան էր դառել։ Ես գիտեք ինչ էի անում, այդ արծաթի կտորները վերցնում էի, այսպես սլիտկաները վերցնում էի, գնացի իմ համար ցեպ սարքեցի, արդեն ես իմ ձեռով բարեկամիս մոտ գնացի, գիտեմ, մի հատ մողես էի չորացրել, նույն ֆորմայով արծաթից հանեցի։ Կամաց, գիտեք, այդ արծաթը իմ համար դառավ սովորական բան։ Հիմա որ ասենք 100 կիլոնոց մի հատ բան դնեն, իմ համար սովորական է, գիտես խի, որովհետև այդ շոկը արդեն անցել եմ 1 կիլոյի։ 1 կիլոյի շոկը անցել եմ, հիմա 100-ը արդեն սովորական է։ Բայց քանի ես այդ 1 կիլոյինը չեմ անցել, եթե ինձ 100 կիլո այդ ժամանակ արծաթ տային ասային արգոր գնա, ես այդ մի շաբաթում կարող եմ դառնայի նարկոմանել, դառնայի չգիտեմ ինչ էլ, հարբեցողել եւ այլը։ Ես ինձ կորցնեի, որովհետեւ ամեն մեկս մեր բաժինը ունենք տվյալ իրավիճակում սիրելիս։ Եթե մենք չենք հասկանում մեր բաժինը, չէ, դա կործանարար է։ Ու հետո դա գիտեք ինչ է, մեկ մեզ նեղացնում էլ է։ Տեր Աստված, այսքան աղոթում եմ 7 տարի է եկեղեցում եմ, տենց էլ Նևսկիի վրա տուն չտվեցիր, նեղանում ես։ Գիտես, Նևսկիի վրա կարող է տուն տալ, ոչ մի հավատացյալ չկանչես ձեր տուն, հիմա գոնե կանչում ես տունը խմբակ եք անում։ Հասկանում ես, կարող է ոչ մեկի էլ չկանչես, ասես այս տներս չէ, ինչ հանգարց հարևաններս աղ մեծահարուստ են տեսնեն, ովքեր են գալիս մեր տուն, կասեն էսի այն ցնդածներից է։ Արդեն դու ամանչում ես, ասես որ հավատքի մեջ ես։ Աստված գիտի մեր բաժինը, սիրես։ Մեկ որ քո կյանքում բաներ չի ստացվում, մի նեղացի։ Հա մի փնփնտա, մի խառնվի, մի նեղացի ասա, բախի չեղավ։ Աստված գիտի այսօր իմ բաժինը ինչ է։ Ավելի լավ է աղոթքներդ միշտ ասա, Տեր, թող քո որոշած հացը լինի իմ կյանքում։ Աստված սոված չի թողի, հաստատ իմացի։ Քո որոշած հացը, որովհետև իրա որոշած ամենահամովն է։ Հրեաները նեղվել էին, ասում էին, այս ինչ է, սաղ կյանքներս մանանա ոչ ենք ուտելու, այս ինչ ես տվել։ Բայց գիտես,
ամենահեշտ, ամենաօրհնված ու հիգիենիկ ճանապարհն էր, որ 40 տարի անապատով անցնեն ու ոչ մի վարակ, ոչ մի հիվանդություն, ոչ մի վիրուս, բրուսիլոզ ու ես իմ մսերից ինչի սիլոզներ չկպնեին իրանք։ Այդ անապատում առանց խալաձենիք են ժամանակվա, հա, 40 տարի։ Մանանա էր, ոչ վիրուսեր կպնում իրան, ոչ խնդիր առաջացնող, վարակ առաջացնող ուտելիք էր։ Կերեք դիմացեք, մինչև հասնենք խոստմունքի երկիր։ Բայց իրանց համար ազատվել ենք ամեն օր կլինի էս ուտել։ Մեզի միս ենք ուզում, միս դու լավ, մի անգամ կտամ, հերիքա, բայց էլ մի ուզեք։ Ես լավ գիտեմ ձեզ ինչ ա պետք։ Երբ որ մենք մեր բաժինը գիտենք, սիրելիս հեշտ ենք ապրում։ Մի հատ թագավոր կար Եզեկիա անունով։ Իսրայելի թագավոր էր։ Պատկերացնում եք թագավոր ա։ Աստված մարգարեին ասում է լսի, գնա դրան ասա, իրա բաժին կյանքը լրացել է։ Գնա ասում ասա, կտակդ գրի, որովհետև պիտի մեռնես ու չապրես։ Սահմանը տեկել, Աստված չի սխալվում, գիտեք, Աստված չի սխալվում, գիտի երբ ով իշքան ապրի։ Ասում սահմանը լրացել է, գնա ասա։ Լացեց, էս կոմ, են կոմ, խառնվեց իրար, Աստված ասում լավ, 15 տարի բոնուս տվեք, թո ապրի, բայց գիտեք ինչ եղավ, 15 տարի ապրեց ու ինչ աղմախություն ասես արեց, դրա պատճառով Իսրայելի ժողովուրդը գերություն ընկավ, ունեցվածքը սաղ թալանվեց երկրի, որովհետև սխալ քայլ արեց, ավելի լավ չէր քո բաժնի մեջ մեռներ հանգիստ գնայր տուն, 15 տարի ավել ապրեցիր, բայց ավիրեցիր երկիրը, ում էր պետք քո այդ 15 տարի ապրելը, լավ չէր Երբ որ Աստված բաժինը դրել էր գնայր տուն։ Հա երբ որ բաժինդ կա, սահմանդ կա, դու էլ գիտես քո բաժինը երջանիկ ապրում ես։ Բայց երբ որ բաժնից դուրս ես գալի, խնդիրները սկսում են։ Մի հատ ուրիշ թագավոր կար, Ոզիա էր անունը։ Աստված իրան բաժին էր տվել, դու ես երկրի թագավորն ես։ Սահման կար։ Բայց ինքը երևի նորուղտներ կարդացել, որ դա ասում է, որ դուք թագավորական քահանայություն եք։ Երևի ինձ մի բան կարդացել էր, մի 2000 տարի եկել էր առաջ կամ 1000 տարի, մի բան կարդացել էր, խառնվել էր իրար, գիտեք, գրածա ինքը որոշես մտնի տաճար ու խունկ ծխի։ Քահանաները կնասնեցի քո բաժինը չի, դու սարից տեղից։ Թագավոր ջան կներես, բայց դու սարի։ Գոռաց իրանց վրա, հենց գոռաց գրածա բորոտացավ, Աստված հիվանդությունով խփեց, որովհետև մտել էր տաճար, քահանայի գործեր ուզում աներ։ Այ մենք կարանք մեր չափերից, մեր սահմաններից դուրս գանք, մտածենք, բա ես ինչի չանեմ, բա ինձ խի չի կարելի, բա ոնց կլինի։ Ու գիտեք ինչա գրած այդ թագավորի մասին, Ոզիայի մասին ինչա գրած։ Ցավալի մի հատ բան է գրած Աստված խփեց բորոտությունով, ինքը առանձին մի հատ տան մեջ էր ապրում ու գրածա ամբողջ կյանքում Ոզիան արգելվեց Տիրոջ տաճար մտնի, որովհետև բորոտ էր, բորոտին չէր կարելի մտնել տաճար։ Մի անգամ ինքը գիտեք ամեն անգամ որ տաճար մտնում էր ինչ էր կատարվում, բոլորը ոտքի էին կանգնում, որովհետև թագավորն է եկել։ Պատկերացնում եք այդ շքեղ իրա բաժինն է, էլի մտնում է տաճար։ Թագավորն եկել է, քահանաները խառնում են իրար, զոհաբերություն արվում, այնտեղ երգեր է, պատարակներ է, սաղ լավ է։ Բայց մի օր ինքը որոշեց, որ ինքը մտնում է տաճար ոչ թե որպես թագավոր, այլ որպես քահանա, որի իրավունքը չուներ, իր բաժնի մեջ չէր։ Ու գիտեք, այդ օրվանից սկսած գրածա իրան արգելվեց տաճար մտնի։ Ինչի՞, որովհետև ինքը իր բաժնից դուրս եկավ։ Այ երբ որ մենք չենք հասկանում մեր բաժինը, շատ հաճախ կարանք դուրս գանք ու գլուխներս խփենք պատին ու խնդիրների մեջ առաջանանք։ Ինչ որ բաների մեջ մտնենք։ Բայց որ կանգնում ասում ես Տեր ջան, դու լավ գիտես, որն է իմը։ Դու իմ սահմանը գիտես։ Խնդրում եմ, քո որոշած հացով ինձ կերակ։ Ես խնդրել եմ հիմա դու ոտքի կանգնես, այսօր հենց մի աղոթ պետք է իրար հետ անենք։ Փառաբանությունը եթե ուզում ա կարա կամ գոնե նվագեն, հա։ Մենք այսօր աղոթելու ենք։ Գիտես, քո օրհնությունը, քո հաջողությունը, քո ուրախությունը ստեղ չի։ Քո տետրիտ մեջի ծրագրերի մեջ չի։ Քո երազանքների մեջ չի։ Քո օրհնությունը գիտես որտեղ է։
Աստծուց քո համար դրած սահմանների մեջ։ Աստծուց քո համար դրած սահմանների մեջ։ Ինքը լավ գիտի, գիտես, ում որտեղ դնի։ Եթե դու ձկանը վերցնես ու տանես հավաբնում պահես, ինքը անօրինված չի զգա, չէ՞։ Գիտեք, նորմալ էլ չի, չէ՞, ձուկը ասի ես ուզում եմ գնամ հավաբնում ապրեմ, կամ հավը ասի ես ուզում եմ գնամ ջրի մեջ ապրեմ, նորմալ չի։ Կամ եղնիկը ասի ես ուզում եմ արծիվի նման թռնեմ, ինձ կհանեք օդ բաց թողեք, ես կթռնեմ։ Գիտես խնդիրը որտեղ է։ Երբ որ մենք իր տեղը որոշում ենք, որ մեկս որ բնակավարում ապրի, որ օդի մեջ ապրի, որտեղի խոտը ուտի, որտեղի ջրի մեջ լողա։ Գիտեք, Աստված ամենից լավ գիտի, որ ձուկը պետք է ջրում լինի ու որ ջրում։ Երբ որ դու լիճ ես սարքում, եթե բերում ես ձուկ լցնես, նայում ես տեսնում ես, այս լիճը հոսող ջուր ունի, կարամ բերեմ թթվածին սիրող ձուկ պահեմ, թե բերեմ մի հատ ինչ-որ կարասիկ գցեմ, որ ամենտեղ ապրում է։ Ամեն ձուկ իր բաժինը ունի, չէ՞։ Դու որոշում ես ինչ անես։ Այ արարիչն էլ մեր կյանքերում է որոշել ինչ անի։ Ինքը լավ գիտի, ես ջրի մեջի եմ, հավա բնի եմ, թե օդում սավառնելու եմ։ Մեկը մյուսից ոչ վատ է, ոչ լավ։ Ամեն մեկը իր տեղ ունի։ Աստված գիտի ես ինչով ես ջուր պետք է շնչեմ, թե թթվածին պետք է շնչեմ։ Նորմալ չի, երբ որ ձուկը դուրս է գալի, ասում ես իղծյան դրնեմ, պետք է գնամ մանգալու քաղաքով։ Ու խնդիրները սկսվում է։ Շատ հաճախ մենք ուզում ենք ուրիշի շորը հագնենք։ Մենք ուզում ենք ուրիշի շորը հագնենք ու զարմանում ենք, թե խի վրեքովս չի լինում։ Որովհետև քոնը 42-ը այդ 38-ը։ Ճեղելու ես։ Դա քոնը չի։ Բա ես էս էի հավանում, բայց Աստված քո համար 42 մի հատ կոստյում է պատրաստել։ Էլ դու սուս։ Ինչ գործ ունես ուրիշի կնգա դերյայից։ Ախպեր ջան։ Հա? Քո համար լավ կոստյում է։ Ես մտածում եմ, ես ինձ ասում եմ, այ բալամ, կլինի աղոտ քանես, Տեր ջան։ Թող քո որոշած սահմանները լինի իմ կյանքում։ Ես ուզում եմ հենց այդ աղոտ քանենք, բայց ուզում եմ այս աղոտքը մտցնես քո ամենօրյա աղոտքի մեջ։ Գիտես ոնց մտցնես այդ աղոտքի մեջ, որ Տեր Աստված թող քո որոշած հացով ես կերակրվեմ։ Տեր Աստված թող քո որոշած ծառայությունով ինձ ծառայացնես։ Քո որոշած ոչ թե լսի, որ ես փառաբանությունը որ սկսում է բոլորից բարձր հատուկ երգում եմ, որ իրանք լսեն ինչ լավ ձեն ունեմ, խի չեն ինձ կանչում իրանց թիմ։ Եթե լավ ձեն ունես, լավ սիրտ ունես, Աստված տենալու է, բերելու է, չի թողելու մնասը տեղ։ Քո որոշած, ոչ թե իմ գոռացած, քո որոշած ծառայությունով ծառայեցրու ինձ։ Քո որոշած ամուսնով օրհնի ինձ։ Ես ուզում եմ սենց լինի։ Է որ տենց եղավ քեզ խիա ուզում։ Որը սա աղեղավ էլ քեզ խիա ուզում։ Մենք մեր բաժինը չենք նայում։ Դրա համար աղոթում ես Տեր Աստված քո որոշած կինը տուր ինձ։ Բեր իմ առաջ քո որոշած կինը, եթե ամուսնացած չես։ Քո որոշած երեխեքով օրհնի ինձ։ Չէ, ես ուզում եմ առաջինը տղա լինի, կարիճնվի աշկերով, սև գանգուր մազերով տղա լինի, ուխտեմ անելու մազերը չկտրեմ մինչև 7 տարեկան։ Արդեն դու որոշել ես, սաղ որոշում ես։ Աստված ասում է, բայց ես քո համար մի հատ աղջիկ եմ ուզում, հետո 2 հատ տղա, հետո մի հատ էլ աղջիկ։ Չէ, ես մի հատ տղա էի ուզում ու վերջ, այսօր 4 երեխա պահողնով է։ Քո որոշած երեխեքը տուր ինձ, որտեվ իրա որոշած երեխեն որ եկավ, ինքը քո համար օրհնություն է լինելու։ Քո ուզածը, զոռացը կարող է քո համար անես դառնա վերջում։ Այն որ ասում է, այս ինչ տղա, այս ինչ յանեմ երեխա բերեցինք, այս ինչ արես մեր գլխին։ Բայց երբ որ ասում ես Տեր, թող քո որոշած երեխեն լինի, քո որոշած հացով ինձ կերակրի, քո որոշած ամուսինն ու կինը ինձ տուր, քո որոշած ծառայությունը թող լինի։ Այդ գիտես ինչ է նշանակում։ Ես քեզ եմ վստահում։
Դու երբեք չես սխալվում։ Քո որոշած տարիները տուր ինձ։ Ես որոշել եմ 120 տարի ապրելու եմ։ Պապաս է լավ ասում, ես 104 տարի ապրելու եմ։ 82 տարեկան, հա։ 104 տարի, ասում եմ, կլինի մի քիչ փող տանք 103, էլի գոնե։ Այդտեղ ասում եմ տարիներդ գործ չունեք, 104-ա ու վերջ, որոշել եմ։ Հավատացել է։ Ասում եմ, ես Աստծո հետ պայմանագիր ունեմ։ Բայց այնքան լավ է, որ դու ասես Տեր, քո որոշած տարիներով ապրեցրու ինձ։ Հա, ես մարդիկ գիտեմ, որ հենց հիմա մարդ գիտեմ, շատ լավ մարդ էր, շատ առողջ, շատ նորմալ հոգեկան բանը, հավասարակշռված կիրթ վերին աստիճանի։ Այս մի 3 տարի արդեն շատ մեծ է, 90 տարեկանից մեծ է։ Մի 3 տարի այդ Պարկինսոն են ասում, որ խառնվել է իրար ու ահավոր հայհոյանքներ է տալի կինա ինքը։ Լավ չէր 3 տարի առաջ մահանար։ Չէ, եկեք պարզ խոսանք, լավ չէր իր անունը պարզ համբավը պահեր, 3 տարի առաջ գլուխը դներ, բոլորը ասեն էս լավ կին էր, արիստոկրատ, առաքինի կին։ Այսինքն իր որոշած տարիները մեր կյանքում ամենաիդեալականն է։ Հա, բայց դե կարար 2 տարի էլ ապրեր, կարար, Եզեկյան 15 տարի ավել ապրեց։ Ինչ արեց, ազգի, որ ասում է, ինչ կարար, ազգին վնաս կարար տվեց։ Դրա համար արի մեր աղոթքի մեջ ճիշտ բան մտցնենք, Տեր Աստված, քո որոշված հացով կերակրի ինձ։ Բայց երեխեքս ուզում են սենց, ուզում են հենց։ Լսի, կարող է այսօր պետք է երեխեքդ հենց տենց ուտեն, որ գնահատեն վաղը այդ կերածը։ Որ այսօր սենց կերան, կարող է վաղը ես ինչ անեմ այդ երեխեքը։ Մյուս օր էլ երեսները չտենաս տարիներով։ Բայց այսօր սենց են ուտում, Աստված սենց է տալիս, որ քո ձեռի տակ պահի այդ երեխեքին։ Չէ, ես պետք է իրանց ոչ մի բան չզրկեմ։ Դրա համար որ ասում ես քո որոշածով Աստված այսօր վաղը երեք այդ ամեն ինչ իր ձեռի մեջ ունեցող Աստված է։ Ինքը գիտի այսօրվա կերածը վաղ ինչ արդյունք է տալու։ Հա, սարքի քո համար անձնական աղոթք։ Ամեն օր Տեր ջան, քո որոշածով ինձ օրհնի, քո որոշած այս ինչը, քո որոշած ծառայությունը, քո որոշած հացը, ընտանիքը, եթե ամուսնացած չես, երեխեքը, քո որոշածը Տեր Աստված, ինչ երեխա էլ տաս, ես ուզում եմ, քանի հատ էլ տաս, ես պատրաստ եմ։ Չեմ ասում 15-20-ի մասին չեմ խոսում, հա։ Բայց Տեր Աստված, եթե որոշել ես 4 երեխա ունենամ 4, եթե 2 երեխա, եթե 1, թող կարևորը օրհնված լինի, որովհետև քո որոշածը օրհնված է։ Ամեն։ Աղոթենք այդ աղոթքի իրար։ Երկնային Տեր, մենք գալիս ենք քո առաջ, նախ ներողություն ենք խնդրում Տեր Աստված, որ շատ հաճախ մենք ենք որոշում մեր կյանքերում, մենք ենք դնում ինչ-որ պլանկաներ, մենք ենք դնում ինչ-որ նպատակներ, Տեր Արքա ու փորձում ենք հասնել մարդկորեն դրանց, խնդրում ենք ներես մեզ, խնդրում ենք ներես նաև, որ դու մեզ բրդում ես առաջ, մենք էլ շատ իրավիճակներում հետ ենք մնում մտածելով, որ դա էլ է հերիք Տեր։ Ու խնդրում ենք Տեր Արքա, որ քո որոշածը իրականանա մեր կյանքերում, մեր ընտանիքներում։ Խնդրում ենք քո որոշած հացով մեզ կերակրես Տեր։ Խնդրում ենք քո որոշած ծառայությունով մեզ ծառայացնես։ Քո որոշած տարիներով մեզ ապրեսնես։ Քո որոշած ընտանիքներով մեզ օրհնես Տեր Արքա։ Քո որոշած երեխաներով մեզ օրհնես Տեր։ Թող մեր կյանքերում ամեն ինչը, աշխատանքը, ծառայությունը, ընթացքը, հանգիստը, սնունդը, ամեն ինչը լինի քո որոշածով Տեր։ Ոչ թե մեր ուզածով, այլ քո որոշածով Տեր։ Դու գիտես, որն է մեր համար լավ։ Դրա համար քո ձեռքն ենք տալի ու խնդրում ենք Տեր Արքա։ Քո որոշած հացով կերակրի մեզ Տեր։ Ամեն։ Ամեն։ Փառք Տիրոջը։ Փառք Տիրոջը։ Երբ որ իրա որոշածով ալնում, հետո որ հարց է լինում, այնքան հեշտ է կանգնես ասես, ես դու ես քո որոշածը լուծի։ Հա, քեզ շատ եմ սիրում, բայց դու որոշել ես, դու էլ լուծի։ Ոչ թե սենց իրոնիայով, այլ լավ գիտես, որ ինքը որոշել է, ասում է, ձեզ ձեր հասանելի փորձությունից ավել փորձություն չի հանդիպել։ Աստված ասում է փորձության հետ ելքն էլ կտա։ Լուծի։
քո որոշածը։ Երբ որ դու վստահում ես իրան, ուրեմն ամեն ինչով ես վստահում։ Եթե խնդրի մեջ վստահել ես, ելքի մեջ էլ վստահես։ Ամեն։ Տերը օրհնի քեզ, իմացի քո բաժին սահմանը ու հեշտ կապրես իրենից։ Աստված օրհնի քեզ։ Հիմա ուզում եմ մի հարց տամ, մի անգամ եւս ովքեր էին այսօր առաջի անգամ։ Ես խնդրելու եմ, եթե դու առաջի անգամ ես, դեռ այսպիսի եկեղեցում չես եղել, մի կարևոր բան կա, որ պետք է անենք։ Կյանքը տաս Հիսուսին։ Դրա համար ես էլ իջնեմ ներքև, դու էլ արի առաջ, իր հետ մի հատ կարճ աղոթք անենք, լավ սիրելիներս։ Եկեք ծափահարենք իրանց։ Աստված օրհնի ձեզ։